Գլենդելի ապագան մեր ձեռքերում է։ Սիրելի Գլենդելի հայեր, սիրելի բնակիչներ, այսօր մենք կանգնած ենք մի կարևոր, բայց շրջադարձային իրավիճակի առաջ։ Մեր քաղաքը կարող է շարունակել հին ճանապարհով, փակ որոշումներով, անտեսված քաղաքացիներով եւ անվստահության մթնոլորտով, կամ կարող է ընտրել նոր ուղի՝ թափանցիկության, ազնվության եւ ժողովրդի իրական իշխանության ճանապարհը։ Ես հավատում եմ, որ Գլենդելը արժանի ավելին։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել այնպիսի կառավարում, որտեղ որոշումները կայացվում են փակ դռների ետևում, իսկ ժողովուրդը դրանց մասին տեղեկանում է արդեն ամեն ինչ որոշելուց հետո։ Քաղաքը պատկանում է ժողովրդին, ոչ թե հատուկ շահերի խմբերին։ Ժողովրդավարությունը պարզապես ընտրության օրով չի ավարտվում։ Ժողովրդավարությունը սկսվում է այն պահին, երբ յուրաքանչյուր քաղաքացի զգում է, որ իր ձայնը լսվում է, իր կարծիքը արժեք ունի եւ իր մասնակցությունը կարող է փոխել քաղաքի ապագան։ Ես պայքարելու եմ հստակ եւ հաշվետու կառավարման համար։ Յուրաքանչյուր ծախսված դոլար պետք է ծառայի ժողովրդին։ Հանրային միջոցները ժողովրդի գումարն են, եւ այդ գումարների յուրաքանչյուր օգտագործում պետք է լինի վերահսկելի, բաց եւ արդյունավետ։ Մենք պետք է վերջ դնենք անպատասխանատու ծախսերին, քաղաքական շարժումներին եւ այն համակարգին, որտեղ երբեմն ավելի կարեւոր են կապերը, քան ժողովրդի կարիքները։ Գլենդելուն պետք է ձևավորվի նոր մշակույթ, ազնվության, հաշվետվողականության եւ ծառայելու մշակույթ։ Կոռուպցիա եւ շահերի բախման դեմ պայքարը չպետք է լինի պարզապես գեղեցիկ խոսքեր։ Այն պետք է դառնա իրական գործողություն։ Ոչ ոք չպետք է լինի օրենքից վեր։ Ոչ մի պաշտոն չպետք է օգտագործվի անձնական շահերի համար։ Ես հավատում եմ, որ ուժեղ քաղաքը կառուցվում է ոչ թե վախի, այլ վստահության վրա։ Երբ ժողովուրդը վստահում է իր ղեկավարությանը, քաղաքը զարգանում է։ Երբ ժողովուրդը տեսնում է արդարություն, մարդիկ սկսում են ավելի ակտիվ մասնակցել համայնքային կյանքին։ Մենք պետք է ընդլայնենք հանրային լսումները, ավելացնենք բաց հաշվետվությունները եւ ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կարող է ազատ արտահայտել իր կարծիքը առանց անտեսվելու։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական ընտրություններ չեն։ Սա արժեքների ընտրություն է։ Արդյոք մենք ցանկանում ենք քաղաք, որտեղ որոշումները կայացվում են ժողովրդի հետ միասին, թե ցանկանում ենք շարունակել նույն փակ եւ հնացած համակարգը։ Ես ընտրում եմ թափանցիկությունը, ազնվությունը։ Ես ընտրում եմ ժողովրդի ձայնը։ Եվ եթե միասին կանգնենք այս գաղափարների շուրջ, ապա մենք կարող ենք կառուցել այնպիսի Գլենդել, որով կապարտանան մեր երեխաները, մեր ընտանիքները եւ մեր ապագա սերունդները։ Ժամանակն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին։ Ժամանակն է կառուցել նոր Գլենդել։